Եթերում Ազատություն TV-ն է, բարի երեկո, թողարկման առաջին հատվածում դիտեք։ 98 տարեկանում մահացել է հայազգի բարերար Քրքորյանը։ Համաշխարհային բանկը Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի համար պայծառ ապագա չի կանխատեսում։ Հայաստանին անհրաժեշտ են լինելու լրացուցիչ արտադրական հզորություններ։ Չնայած պահանջի բավարարմանը Շանթ Հարությունյանը չի դադարեցնի հացադուլը։ Այդ անվտանգության հետ կապված հարցերը շատ կարևոր են այս պահին եւ նա բարձրաձայնում է եւ նշում է, որ խնդիրն առկա է։ Գորիսի ծեծկրտուքի գործով հետախուզվում է Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին։ Իր սեփական տարածքն է համարում Սուրիկ Խաչատրյանը, պարզ է, որ ինչ ուզենան պիտի անեն նրա որդիները։ Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում վախճանվել է ամերիկահայ միլիարդատեր բարերար Քրքորյանը։ Ամերիկայում կազինոների բիզնեսի արքայի համարում ունեցող Քրքորյանը վախճանվել է երկուշաբթի գիշերը կարճատև հիվանդությունից հետո, հաղորդում է Las Vegas Review Journal-ը։ Նրա հիմնադրած MGM Resorts ընկերությունը, որը Միացյալ Նահանգներում ավելի քան 62,000 աշխատակից ունի, հաղորդագրություն է տարածել հարգանքի տուրք մատուցելով, մեջբերում է մեծ մարդու, մեծ գործարարի, նորարարի եւ մեծ առաջնորդի հիշատակին։ Քրքորյանը Հայաստանում հայտնի է առավելապես իր իրականացրած բարեգործական ծրագրերով։ 1989 թվականին նրա կողմից հիմնադրած Լինսի հիմնադրամ ավելի քան 1 միլիարդ դոլարի նվիրատվություններ է կատարել դպրոցներին, հիվանդանոցներին, գիտահետազոտական ծրագրերին եւ այլ բարեգործական նախաձեռնություններին։ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Քրքորյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ազգային հերոսի կոչմանը։ Հոսանքի թանկացման ֆոնին Համաշխարհային բանկը հոռետեսական կանխատեսումներ է հրապարակում 10 տարի անց այսօրվա էլեկտրաէներգիայի հզորությունները չեն բավարարելու հայաստանցիների պահանջարկները, եթե քայլեր չձեռնարկվեն։ Մինչև իշխանությունը համոզում է էլեկտրաէներգիա սպառողին, թե պետք է փրկել հեծը ենթատեքստում ավելացնելով չթանկացում նշանակում է հովհարային անջատումներ, միջազգային կառույցը ոլորտի պատասխանատուներին կոչ է անում մի քիչ էլ ապագային նայել, իսկ այն իսկապես կարող է մութ լինել։ Եթե առաջիկա տարիներին Հայաստանում չկառուցվեն նոր էլեկտրակայաններ, ապա 10 տարի անց արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը գրեթե կրկնակի քիչ կլինի պահանջարկից, նշված է Համաշխարհային բանկի այսօր հրապարակած ուսումնասիրությունում։ Հայաստանի էներգետիկ ոլորտի քաղաքականության վերաբերյալ ծանոթագրության համաձայն Հրազդանի ջեկի բոլոր բլոկների օգտակար ծառայության ժամկետը կլրանա մինչև 2016 թվականը։ Նշենք, խոսքը չի վերաբերում Գազպրոմին պատկանող ու արդիականացված նույն ջեկի 5-րդ էներգաբլոկին։ Բացի այդ, ենթադրվում է, որ 2017-ին վերանորոգվելիք ատոմակայանի շահագործման ժամկետը կավարտվի 2025-ին։ Ըստ Համաշխարհային բանկի առանց նոր կայանների 2026 թվականին Հայաստանում կարտադրվի մոտ 1200 մեգավատ, մինչդեռ պահանջարկը կկազմի շուրջ 2200 մեգավատ էլեկտրաէներգիա։ Համաշխարհային բանկի էներգետիկ ոլորտի փորձագետ Արթուր Կոչնակյան։ Հայաստանին անհրաժեշտ են լինելու լրացուցիչ արտադրական հզորություններ մոտ ապագայում երկարաժամկետում էլեկտրաէներգիայի մատակարարման պակասորտից խուսափելու համար։ Համաշխարհային բանկի հաջորդ ուշագրավ գնահատականն է. վերջին տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի շարունակական թանկացման հետևանքով տնային տնտեսությունները ստիպված են իրենց եկամուտների ավելի մեծ չափաբաժինն ուղղել էլեկտրաէներգիայի վճարումների համար։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ միջին տնային տնտեսությունը արդեն իսկ ավելի քան 10%-ը իր տնօրինվող եկամուտից ծախսում է էներգիայի վրա, դեռ հաշվի չառած այս վերջին թանկացումը, որը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։ Դա միջազգային պրակտիկայում համարվում է էներգետիկ աղքատություն, այսինքն տնային տնտեսությունները չեն կարող թույլ տալ իրենց սպառել նույնիսկ մինիմալ անհրաժեշտ զամբյուղ, մինիմալ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակ, որն իրենց անհրաժեշտ է կենսագործունեությունը ապահովելու համար։ Տնտեսագետները նախազգուշացնում են 2017-ին ատոմակայանի կես տարով վերանորոգման կանգնելը կրկին կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման։ Անցած ամիս լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ուղղակի ակնարկեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Մենք նման հզորություններ չունենք, որ ատոմակայանի արտադրած 2 միլիարդ 600 միլիոն կիլովատ էլեկտրոէներգիան լրացնենք։ Այդ 6 ամիսների ընթացքում մենք ստիպված կլինենք օգտագործել Հրազդանի ջերմոէլեկտրոկայանը կամ Հրազդանի 5-րդ բլոկը, որոնց արտադրած էլեկտրոէներգիան ավելի թանկ են
քան ատոմականի արտադրած էլեկտրաէներգիան։ Ինչպես կարող է որ չթանկանա, եկեք հասկանանք մի հատ միասին։ Եթե հաշվի առնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է իր վաղվա նիստում գրեթե 7 դրամով թանկացնել բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի գինը, ապա կստացվի, որ 2009-ից 15 թվականների ընթացքում 4 անգամ տեղի ունեցած թանկացումների հետևանքով էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը աճել է ավելի քան 95%-ով, 25 դրամից դառնալով գրեթե 49 դրամ, իսկ գիշերայինը 223%-ով, 12 դրամի փոխարեն շուրջ 39 դրամ։ Այսօր Ազատության հարցին արդյոք էլեկտրաէներգիա արտադրող նոր կայանների կառուցումը չի հանգեցնի հոսանքի հերթական թանկացմանը, Արթուր Կոչնակյանը արձագանքեց. Չի ասի էականորեն պետք է բարձրանա, բայց ցանկացած նոր ներդրում, այո, ենթադրում է սակագնի աճ, որովհետև այդ կապիտալ ներդրումը պետք է ետ գնվի, իսկ դա ետ է գնվում սակագնի միջոցով։ Իդեպ Համաշխարհային բանկի փորձագետը ուշագրավ տեղեկություն հայտնեց. Նախորդ տարիներին Վրաստանում էլեկտրաէներգիայի գնի անփոփոխ մնալու պատճառներից մեկն այն է, որ վրացական ջերմաէլեկտրակայանները Ադրբեջանից գրեթե 2 անգամ էժան են բնական գազը գնում, քան Հայաստանի ջեկերը Ռուսաստանից։ Այս պահի դրությամբ ջերմային էլեկտրակայանների համար վրացական կայանների համար գազի սակագինը կազմում է մոտ $160-170 1000 խորանարդ մետրի համար, դա արդեն դարպասի մոտ ջերմային էլեկտրակայանի, իսկ մեր մոտ, եթե գիտեք, խոշոր սպառողների սակագինն է տարածվում, որը ավելացված արժեքի հարկով կազմում է $270 քանի դոլար։ 1.5 ամիս անց Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործը, որտեղ Զաքարյան եղբայրներից մեկը վնասեց աչքը, նոր տեղից շարժվում է, արդեն մեղադրյալներ կան։ Հիմնականում Սյունիքի մարզվեց Սուրիկ Խաչատրյանի ծանոթ բարեկամները։ Զաքարյանները դեպքից արդեն օրեր անց էին հայտարարում, տեղի ունեցածի կազմակերպիչը մարզպետի որդին է, բայց Տիգրան Խաչատրյանն ինչպես եղել է գործով վկա, այնպես էլ մնում է։ Գորիսի Սդղի գյոլի ծեծկրթուքի աղմկահարույց քրեական գործով երեկվանից հետախուզման մեջ գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն Մայիս Խաչատրյանին ոստիկաններն առայժմ չեն հայտնաբերել։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Մայիս Խաչատրյանը 1.5 ամիս առաջ Գորիսում տեղի ունեցած արյունալի ծեծկրթուքի ժամանակ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից է։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Մայիս Խաչատրյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվել։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հունիսի 15-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մարզպետի եղբորորդին Հանդրությանը հայտնի է մի շարք այլ աղմկահարույց քրեական գործերով։ Մասնավորապես 2004 թվականին Մայիս Խաչատրյանը Գորիսի բնակելի շենքերից մեկի շքամուտքում դանակի 12 հարված հասցնելով սպանել է 30-ամյա մի երիտասարդի ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման, սակայն վաղաժամ ազատ է արձակվել պատժից։ Մոտ 1 ամիս առաջ Ազատության հետ զրույցում սպանվածի հայրը Ավրորա Բադալյանը պատմել էր, այդ դեպքից հետո վախենալով նոր բռնություններից մյուս որդուն ստիպված ուղարկել է արտերկիր։ Լիսկականները չթողացին որ տղա սապրի։ Մեկին ստխփեցին, իմ տղիս էլի մեկի սպանեցին։ Վաղաժամ ազատ արձակված Մայիս Խաչատրյանը 2014 թվականի հունվարին կրկին հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ըստ ոստիկանության հաղորդագրության նա Յուրա Մանուչարյանի հետ գազալացակայանում ծեծի էր ենթարկել 2 անձի։ Յուրա Մանուչարյանը եւս Սդղի գյոլի ծեծկրթուքի մասնակիցներից է։ Նա քրեական գործում նույնպես ներգրավված է որպես մեղադրյալ եւ այս պահին կալանավորված է։ Տուժող Զաքարյանների ընտանիքի պնդմամբ նա Սուրիկ Խաչատրյանի մորաքրոջ թոռն է։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տարօրինակ բան չի տեսնում այն բանում, որ Սյունիքի մարզում գրեթե բոլոր արյունալի միջադեպերը տեղի են ունենում մարզպետի որդիների կամ ազգականների մասնակցությամբ։ Իր սեփական տարածքն է համարում Սուրիկ Խաչատրյանը, պարզը որ ինչ ուզենան պիտի անեն նրա որդիները, եւ այս մարդը չի մտածում, որ իր որդին, ասենք, հակված է հանցագործությունների։ Սա ողբերգություն է յուրաքանչյուր ընտանիքի համար, եւ երևի այս մարդը երբևիցե դրա մասին չի մտածում։ Նրա համար կարևոր է, որ նրանց առաջ խաղ չլինի։ Սա մի հոգեբանություն է, որից չի կարող ազատվել այս մարդիկ։ Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլում մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկրթուքի քրեական գործով արդեն մեղադրանք է առաջադրվել 4 անձի։ Նրանցից 2-ը կալանավորված են, մեկը սորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մարզպետի եղբորորդուն հայտնաբերելու աշխատանքները շարունակվում են։ Չնայած տուժող Զաքարյան եղբայրների ծնողները բազմիցս բարձրաձայնել են, որ ծեծկրթուքի կազմակերպիչն ու անմիջական մասնակիցը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է, քրեական գործում Տիգրան Խաչատրյանը ներգրավված է որպես վկա։ Անցած շաբաթ Զաքարյանների մայրը Ազատության հետ զրույցում նաև վստահեցրել էր. ծեծկրթուքի օրը տեսողությունը կորցրած որդին ուշագնաց եւ անօգնական վիճակում երկար ժամանակ մնացել է դեպքի վայրում, իսկ եղբորը Մուշեղին մարզպետի որդին տարել է առանձին տարածք եւ ոստիկանների օգնությամբ այնտեղ պահել մինչեւ Սուրիկ Խաչատրյանի գալը։
տարել են, պահել են, մինչև մարզպետը գա տեսնի մուշեղին։ Հարութին թողել են այնտեղ, միլիցիաներն էլ փոխանակ տղաներով զբաղվեն, շրջափակել են Լիսկայի տունը, հա, ու այդ պանսիոնատը։ Ոնց որ հեսա մենք էլ գնալու էինք, պայթեցնեինք իրանց տունը։ Ըստ իրավապաշտպանի, քննիչները պարտավոր էին ընթացք տալ այս հայտարարությանը, սակայն Սուրիկ Խաչատրյանը կրկին անպատժելի է։ Իշխանությունն անգամ մարզպետի պաշտոնակության հարց չի քննարկում, ասում է Ժաննա Ալեքսանյանը։ Մարդուն այսպես հոշոտելու, ուտելու, այս մարդու անհագետ ցանկությունը Սուրիկ Խաչատրյանի, որ ինքը ժամանում է, որ մի բան ասի, արդեն կիսամեր այդ տղային, ընկած մարդուն, այս սա է Սուրիկ Խաչատրյանը, հասկանում եք, որ ծեծված մարդուն, որը ի վիճակի չի, ամբողջ շրջապատեն պահեն եւ նա դեռ բան ունի ասելու։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը Երևանյան մի շարք հանդիպումների արդյունքներով կարծիք են հրապարակել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Ողջունելով իշխանության ցանկությունը քաղաքական ու ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը վերականգնելու, ընդդիմադիրների մտահոգությունները փարատելու համար համազեկուցողները նաև խորհուրդներ են տվել հանրաքվեից առաջ բանավեճեր անցկացնել, քվեարկությանը հետևելու հրավիրել միջազգային դիտորդների, ապահովել քվեարկության թափանցիկությունն ու լրատվամիջոցների ազատությունը, նաև սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակները նախանշել։ Իշխող հանրապետականը գնահատականներից դժգոհ չէ։ Սահմանադրական բարեփոխումներին կողմ եւ դեմ ուժերը տարբեր կերպ են մեկնաբանում գործընթացի վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը։ Ընդդիմադիրները պնդում են, հայտարարությունը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ անհրաժեշտ կոնսոլիդացիա չկա։ Իշխող հանրապետականում էլ ասում են, որ ճիշտ ճանապարհի վրա են եւ շարունակելու են բարեփոխումները։ Համազեկուցողները փաստում են, որ Հայաստանում քաղաքական ու ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մակարդակը դեռ շատ ցածր է։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ հանրապետական Հովհաննես Սահակյանի խոսքով այս ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվել են։ Վերջերս բարեփոխվել է հանրաքվեի մասին օրենքը։ Ազգային ժողովում ընդգրկված խմբակցությունների եւ պատգամավորական խմբերին հնարավորություն տվեցինք, որպեսզի ունենան վստահված անձինք, որպեսզի կարողանան իրենք առանձին միավորով մասնակցեն այդ ընտրական process-ներին եւ վերահսկողություն իրականացնեն եւ այոյի եւ ոչի համար հավասար պայմաններ ապահովել եւ քարոզչության համար եւ այն անվճար հնարավորությունները դրանք հեռուստաեթերն են, դահլիճային պայմաններն են։ Հանրապետականների այս տեսակետը պաշտպանում է նաև սահմանադրական փոփոխությունների կողմնակից դաշնակցությունը։ Ընդդիմությունը մինչդեռ պնդում է, որ այդ կետը ոչ թե հանրաքվեներին, այլ առհասարակ ընտրական օրենսգրքին է վերաբերում։ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի խոսքով համազեկուցողները փաստում են, սահմանադրական փոփոխություններից առաջ քաղաքական ուժերի կարծիքները են, գործընթացի հանդեպ վստահություն չկա։ Ընդգծել են, բացակայում է հավատը ընտրական գործընթացների նկատմամբ եւ այս կապակցությամբ հանդես են բերել որոշ առաջարկություններ։ Դրանցից ես կառանձնացնեի դեբատների կազմակերպումը հարաքվեից առաջ եւ միջազգային դիտորդների մասնակցությունը հարաքվեին։ Բարգավաճ Հայաստանից Նաիրա Զոհրաբյանն էլ պնդում է, որ այս կետով համազեկուցողները առաջարկում են լուրջ փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում։ Պնդելու ենք միանշանակ, որ անցում լինի 100%-անոց համամասնականը, եթե մեր այդ առաջարկը կընդունվի, մենք կքննարկենք նաև մյուս գլուխների վերաբերյալ, կրկնում եմ, բացի եւ անպայմանորեն ցուցակները հրապարակվել։ Հայտարարությունում ԵԽԽՎ պաշտոնյաները առաջարկում են նաև բարձրացնել ազգային ժողովի առջև կառավարության պատասխանատվության մակարդակը եւ խորհրդարանում բազմակարծություն ապահովվել։ Իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով բազմակարծություն խորհրդարանում այսօր էլ կա, իսկ կառավարության պատասխանատվության բարձրացման հետ կապված կետ կա նաև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Այսինքն այդ ամենը պետք է սահմանադրորեն եւ կորեկտորով պետք է կարգավորվի, որպեսզի ազգային կառավարությունը հաշվետու լինի ազգային ժողովի առջև։ Հիմա էլ որոշակիորեն կա, միշտ չէ որ միշտ լինում է դուք գնեք բյուջե, մյուսները բան հաշվետվություն եւ այլն, բայց ինձ թվում է որ այդ վերահսկողությունը այդ կապը ազգային ժողովի ազդեցությունն ավելի պետք է մեծացվի կառավարության հանդեպ։
Բարգավաճ Հայաստանից Նաիրա Զոհրաբյանն էլ է կարծում, որ կառավարության պատասխանատվությունը խորհրդարանի առջև պետք է մեծացնել, ինչ վերաբերում է բազմակարծությանը։ Խորհրդարանում ունենք բազմակարծություն, բայց այդ բազմակարծության առումով, երբ որ կա քաղաքական մենիշխանություն, երբ որ կա մեկ քաղաքական ուժի դոմինանտ, կներեք այդ ձևակերպման համար կոճակներ, քո քաղաքական բազմակարծությունը արդյունքում առ ոչինչ է։ Վիճահարույց հարցերը քննարկելու համար իշխող հանրապետականում կարծում են, որ քաղաքական ուժերը պետք է մասնակցեն սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներին։ Հանրապետական խմբակցության ղեկավարի խոսքով Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացությունը կտա հուլիսի 2-ին, որից հետո էլ թերևս քննարկումները կմեկնարկեն։ Կա արդյոք անհրաժեշտ կոնսոլիդացիա, թե ոչ, նա խուսափեց ասել, ավելացնելով, որ դա կերևա քննարկումների ընթացքում։ Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն էլ կարծում է, որ կոնսոլիդացիա կա, քանի որ հարցը բոլոր ուժերին հետաքրքրում է։ Նույնիսկ ՀԱԿ-ը, որ մերժում է կառավարման խորհրդարանական համակարգը, ինքն արդեն քննարկմանը մասնակցում է։ Մերժելով կառավարման խորհրդարանական համակարգին եւ փաստարկներ բերելով։ Մերժելն էլ է մասնակցում։ Իհարկե մասնակցում է։ Ընտրական հանձնաժողովը կողմնորոշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի թեկնածությունը։ 51-ամյա Հարությունյանին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարել էր իր ամենաանհաջող կադրը։ Նրա թեկնածության հարցը վերջնականապես կորոշվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում։ Քվեարկությամբ վերջին շրջանում ՄԱԿ-ում աշխատող այժմ Կիևում հաստատված Հարությունյանն ուզում է տեղափոխվել Ստրասբուրգ։ Վաղուց է ասել, անկախ նրանից կհաղթի մրցույթում, թե ոչ, Հայաստան վերադառնալու մտադրություն չունի։ Նրա ծրագրերը կարող են իրականություն դառնալ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՄԻԵԴ-ի դատավորների ընտրության եվրոպական հանձնաժողովը երաշխավորել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, այժմ Ուկրաինայում մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Արմեն Հարությունյանի թեկնածությունը Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում։ Հարությունյանը կստանձնի նոր պաշտոնը միայն եթե նրա թեկնածությունը քվեարկությամբ հաստատվի հունիսի 22-ից 26-ը կայանալիք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում։ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Բարգավաճ Հայաստանի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դրական է արտահայտվում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի համար 1 թեկնածուի մասին։ Անկեղծ ասած, որպես օմբուդսմեն Արմեն Հարությունյանը բավականին արդյունավետ կարողացավ աշխատել։ Ես Արմեն Հարությունյանի պրոֆեսիոնալ ունակություններին ծանոթ եմ, ցավոք սրտի մյուս թեկնածուների պրոֆեսիոնալ ունակություններին ծանոթ չէի, ուստի ես կդժվարանամ այս պահին համեմատական որևէ եզր անցկացնել։ Արմեն Հարությունյանը պրոֆեսիոնալ էր, միգուցե մյուսներն ավելի պրոֆեսիոնալ էին։ Հայաստանի կողմից դատավորի թեկնածուների 2 աղմկահարույց մրցույթ էր անցկացվել։ Արդյունքում Հայաստանը ՄԻԵԴ-ին ուղարկեց 3 թեկնածուների անուններ՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան եւ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյան։ Դիտորդները պնդում էին, թե երկրորդ մրցույթը եւս թափանցիկ չի անցկացվել, ընթացակարգային կոպիտ խախտումներ են տեղի ունեցել, իսկ արժանի թեկնածուներից մեկի փաստաբան Վահե Գրիգորյանի անունը այդպես էլ չի հայտնվել Հայաստանի թեկնածուների շարքում։ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության հանրապետական ներկայացուցիչ, նաև դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը մինչդեռ պնդում է, ընտրությունները Հայաստանում թափանցիկ են անցել, բացի այդ Եվրոպական հանձնաժողովը թեկնածուին ընտրելիս մեծապես առաջնորդվել է արդեն Եվրոպայում նրանց հետ անցկացրած հարցազրույցի արդյունքներով։ Շեշտադրումը կատարվում է անմիջականորեն այն բանի վրա, թե ինչպես է այդ թեկնածուն ներկայանում, ինչպես ինքը իրեն կներկայացնի հարցազրույցի արդյունքում ձևավորված տպավորությունների, կարծիքների, նրա գիտելիքների, կարողությունների ու հմտությունների եւ մասին եղած պատկերացումների հիման վրա է, որ ամփոփվում են կարծիքները եւ տեղի ունենում այդուհետ քվեարկություն։ Հավաստիացնում եմ ձեզ, որ որևէ նախնական նախատրամադրվածություն կամ որևէ այլ բան այստեղ այդպիսի երևույթներ տեղի ունենալ չեն էլ կարող։ Ինչ վերաբերում է հայաստանյան մրցույթի ընթացակարգին, Արփինե Հովհաննիսյանը պնդեց, որ խորհրդարանական վեհաժողովը տիրապետում է բավարար տեղեկատվության։ Կարող եմ մատնանշել նաև այն հանգամանքը, չափազանց կարևոր մի հանգամանք, որ այդ ոչ միայն տեղեկացված է ներքին ընթացակարգերից, այլև ներքին ընթացակարգերի թափանցիկության եւ վստահելիության հետ կապված մի շարք չափանիշներ կան, առանց որոնց բնականաբար այդ ընտրությունը չի կարող պատշաճ համարվել։ Հայաստանը ստիպված եղավ ՄԻԵԴ-ում դատավորի թեկնածուի երկրորդ մրցույթն անցկացնել, քանի որ առաջին մրցույթի
հետևանքի արդյունքները չեղյալ ճանաչվեցին, երբ եվրոպացի փորձագետները անհնարին համարեցին առաջադրված տեխնատուներից մեկի ընտրությունը, նշելով, որ նրանք ամբողջովին եւ հավասարապես չեն համապատասխանել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բոլոր պահանջներին։ Երկրորդ մրցույթում վերընտրվեցին նախկին տեխնատուներից երկուսը՝ Արմեն Հարությունյանն ու Արայիկ Ղազարյանը։ Նելիք Հարությունյանի անունը փոխարինվեց Լիանա Հակոբյանի անվամբ։ Մրցույթը դիտարկած եւ այն ձևական անվանած դիտորդ Տիգրան Եգորյանը հիմա էլ պնդում է, որ ԵԽԽՎ-ն կարող է չհաստատել Արմեն Հարությունյանին։ Բացի դիտորդական կազմակերպությունների կողմից, մեր կազմակերպության կողմից բարձրաձայնված խնդիրները, քանի որ հիմա հարցը գտնվում է արդեն ԵԽԽՎ-ում, գործի մեջ են դրված նաև քաղաքական հարցեր եւ քաղաքական ազդեցություններ եւ խնդիրներ։ Նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի պահանջը բավարարվեց։ Նրանք նշանակված պատիժը կկրեն խցային պայմաններում, ըստ էության ավելի խստացված ռեժիմում գտնվելու որոշումը Շանթը բացատրել էր կյանքին սպառնացող վտանգով։ Այն այսօր էլ վերացած չի համարում։ Շանթ Հարությունյանը շարունակում է անժամկետ հացադուլը, չնայած քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովն այսօր բավարարեց նրա դիմումը, թույլ տալով պատժի կրումն այսուհետև շարունակել խցային պայմաններում, ներկայիս կիսաբաց ռեժիմի փոխարեն։ Փաստաբան Ինեսա Պետրոսյանը աշխատանքային օրվա ավարտին դուրս գալով Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից փոխանցեց, որ Շանթն իր կյանքին սպառնացող վտանգը վերացած չի համարում, հանդիպում պահանջելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Փաստորեն այսօր նա արդեն դիմումներ է ուղարկել համապատասխան։ Ճիշտն ասած, այնց մանրամասն տեղյակ չեմ, թե ինչ է ասելու ոստիկանապետին, բայց այդ անվտանգության հետ կապված հարցերը շատ կարևոր են այս պահին եւ նա բարձրաձայնում է եւ նշում է, որ խնդիրն առկա է։ Սպառնալիքը մնում է։ Նա, այո, Շանթը ինձ այդպես է տեղեկացրել։ Արժեքների հեղափոխության գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին փոխանցել էր, թե իր կյանքին վտանգ է սպառնում ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից։ Ընդ որում ասեմ, նա շատ արդեն բավականին երկար ժամանակ է վաղուց էր հայտնել այդ մտահոգությունները եւ բազմաթիվ դիմումներ էր հղում, բայց որևէ ընթացք չէր տրվում։ Նույն գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանը եւս չի դադարեցնի հացադուլը, թեև հանձնաժողովից դրական պատասխան է ստացվել նաև նրա դիմումին, իրեն տեղափոխել խցային ռեժիմի։ Առայժմ սակայն հայտնի չէ Շանթն ու Վարդանը առանձին թե միևնույն խցում են բնակվելու, ինչպես իրենք էին պահանջել։ Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոր Ղլեչյանը փոխանցեց, որ իրենց դիմումում Շանթն ու Վարդանը նշել են միայն խցային պայմանի պահանջը, չմանրամասնելով պատճառները։ Մենք բոլորի անվտանգություններ պարտավոր ենք ապահովել եւ ապահովում ենք։ Շանթն ու Վարդանն այժմ հացադուլավորների համար նախատեսված մենախցերում են։ Փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն։ Նա սկսում է հյուծվել, որովհետև բավականին արդեն ամսի 8-ից հայտարարված է հացադուլը եւ բնականաբար արդեն իր առողջական խնդիրները այն չէին։ Վարդանյանի առողջական վիճակը փաստորեն այս օրերի ընթացքում լավ չէր եղել, նա նաև հարբուխ էր ունեցել եւ ես տեղեկացա, որ հրաժարվել է նաև բուժօգնությունից, այսօր ասաց, որ իրեն ավելի թեթև է զգում, ավելի լավ է զգում, բայց ամսի 12-ից փաստորեն նա էլ է գտնվում հացադուլի մեջ։ Շանթ Հարությունյանին այսօր տեսակցել է նաև որդին, նոյեմբերի 5-ի գործով պայմանական ազատազրկման դատապարտված Շահենը։ Փաստաբանի խոսքով հացադուլը դադարեցնելու հորդորները օգուտ չեն տալիս։ Շանթն ու Վարդանը սպասում են ոստիկանապետի եւ պաշտպանության նախարարի պատասխաններին։ Իմ հորդորներն էլ ուղղված նրանց, որ դադարեցնեն, թեկուզ ուղարկել եք դիմումներ, միգուցե դիմումները կունենան իրենց հետևանքները, այս պահին նրանք ինձ էլ չլսեցին։ Վրաստանում հաշվում են Թբիլիսիի ջրհեղեղի վնասները, վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի խոսքով այն կարող է հասնել 45 միլիոն դոլարի, փոխանցում է Գրուզիա օնլայնը։ Տուժածներին Վրաստանի իշխանությունները ժամանակավորապես տեղավորել են կառավարական ամառանոցներում, զոհերի թիվը ավելանում է։
Այսօրվա մամուլի ասուլիսում անվտանգության եւ ճգնաժամային կառավարման խորհրդի քարտուղար Մինդզիա Ջանելիձեն ասել է, որ ջրհեղեղի արդյունքում զոհված բոլոր 15 մարդկանց ինքնությունը պարզվել է։ Այսօրվա դրությամբ 7 մարդ անհետ կորած է համարվում, որոնողական ակտիվ աշխատանքները շարունակվում են, հիվանդանոցներում գտնվող տուժածների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վան Բայբուրթը մեր հեռախոսազրույցում հայտնեց, որ ըստ որոնողական խմբերի ինֆորմացիայի մեկ անհետ կորածի տեղը մոտավորապես հայտնի է եւ այդ վայրում հենց հիմա ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Շարունակում են, փնտրում են այդ ցեղերի ավազի բանի մեջ այսօր եւս կան 15-րդին երիտասարդ 21 տարեկան ուսանողի դիակը կան եւ ասում են մի դիակ կա Սանի դեպի փողոցի վրա եւ հիմա փնտրում են այդ եւս երիտասարդ աղջկան։ Իսկ Թբիլիսի տուժած շրջանների մաքրման ենթակառույցների վերականգնման աշխատանքները չեն դադարում, անցած ամբողջ գիշերվա ընթացքում աշխատանքները շարունակվել են։ Պարոն Բայբուրտն ասաց, որ ամբողջ Թբիլիսին, այդ թվում հայերը, մասնակցում են քաղաքի վերականգնման աշխատանքներին։ Թբիլիսին դուրս է եկել լրիվ երիտասարդությունը, որ կարողանում է պահածերը բրսնի ու մաքրի եւ այդ թվում են նաեւ էթնիկ մեր հայերը, հայարտունը, հայկական կազմակերպությունները, այնտունը, հայերի միությունը, ուրիշ ընկերություններ հայկական, որոնք հավաքում են ինչ-որ ճամպրուկներով բերում են ուտելիք, հագուստ եւ այլ Թիֆլիսը ազգության վրա ուշադրություն չի դարձնում։ Բոլորս գիտենք, որ մենք Թբիլիսի ենք եւ Թբիլիսին մեզ համար Թբիլիսին է։ Այնպես որ բոլորս միասին աշխատում ենք, որպեսզի այս ամեն ինչը ինչքան շուտ անգամ ավարտվի։ Թբիլիսի կենթանաբանական այգին էր մեծապես տուժել, կենթանիների կեսը ջրհեղեղից սատկել են, մի մասը դուրս էր փախել, կենթանաբանական այգու ադմինիստրացիան հայտարարել է, որ դրսում վայրի գազաններ այլևս չկան, պետք չէ վախենալ նրանց հարձակումներից, այդպիսի սպառնալիք չկա։ Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ այսօր համերաշխության ակցիա է անցկացվել, ծաղիկներ են խոնարհվել, Սքո Մատյանում ցավակցություններ գրվել։ Մենք մեր զորակցություն ենք հայտնում, որովհետև մենք չենք կարող անհաղորդ մնալ մեր հարևան երկրի ժողովրդի վշտին եւ կարծում եմ, որ վրացի ժողովուրդը, որը միշտ մեր կողքին է եղել, որը միշտ սատարել է մեզ, Վրաստանը, որը մեր պատերազմի ժամանակ մեզ համար կյանքի ճանապարհ է եղել, պետք է որ զգա մեր հասարակության աջակցությունը։ Հիմա այնտեղ շատ ծանր հոգեբանական մթնոլորտ է։ Իմ պարտքը զգացի գամ ծաղիկ դնեմ։ 88 թվին դեկտեմբերի 8-ին, երբ որ մենք մտանք Աղետի գոտի, առաջի մեծ խումբը, որ ես տեսա, դա վրացուհի երիտասարդ կանայք էին, որոնք փլուզված թունելի քարերը ձեռքերով հանում էին եւ ես չէի սպասում։ Это одно, когда официальные лица соболезнуют. Но когда простые граждане, которых ничего не связывает, может быть, с Тбилисием, то все-таки вот так воспринимают нашу боль своих соседей, своих таких близких людей, это вызывает особые эмоции для меня. Еще раз вы подтвердили, что армяне не наши друзья, армяне наши братья. Спасибо. Спасибо большое. Спасибо. Удачи. Спасибо. Всего хорошего. Спасибо. Спасибо. Спасибо.
Այլ թեմաների մասին Հայաստանի դեսպանի միջոցով ֆրանսահայերը դիմել են Սերժ Սարգսյանին Շանթ Ոսկերչյանի հարցով։ Ժիրայր Սեֆիրյանի ղեկավարած 100-ամյակն առանց ռեժիմի շարժման համախոհի գործողություններն ըստ ազգային անվտանգության ծառայության երկրի անվտանգությանն են սպառնում։ Դրա համար է արգելվում նրա մուտքը Հայաստան։ Այս հայտարարության նպատակներն ընդդիմախոսների պնդմամբ քաղաքական են։ Ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչները նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակով խնդրում են վերանայել հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանի մուտքը Հայաստան արգելելու որոշումը։ Երեք հանդիպելով Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանին, ֆրանսիահայերը նրան են հանձնել նամակը Սերժ Սարգսյանին փոխանցելու համար։ Ազատության զրույցում նա ասաց, որ կսպասեն Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի գործողություններին։ Անհետ մի բան է, այսքան անդրանապանական մի բան է չեմ հանդիպել եւ դեսպանը հասկացողությամբ մոտեցել է իրենց արգումենտներին եւ ասել է, որ ինքը նախորոք դերյակ չի եղել, որ այսպիսի մի բան է լինելու, եթե ասում են ինքը եթե դերյակ լիներ, անպայման առաջ կառնեին աս քայլին։ Մայիսի 21-ին ազգային անվտանգության ծառայությունը Ֆրանսիայի քաղաքացի Ոսկերչյանին թույլ չէր տվել մուտք գործել Հայաստան եւ վերջինիս 12 ժամ պահելով Զվարթնոց օդանավակայանում հարկադրաբար հետ էր ուղարկել Ֆրանսիա։ Շանթ Ոսկերչյանը Հայաստան էր եկել մասնակցելու իշխանափոխություն պահանջող Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած 100-ամյակն առանց ռեժիմի շարժման բողոքի ցույցերին։ Ֆրանսիայի քաղաքացուն հետ ուղարկելով Փարիզ իշխանությունները բավարարվեցին ընդհանրապես Սփյուռքի նախարարի պարզաբանմամբ։ Հրանուշ Հակոբյանը լրագրողներին էր փոխանցել ազգային անվտանգության ղեկավարության պատճառաբանությունը Շանթ Ոսկերչյանի գործողությունները համարվում են սպառնալիք ազգային անվտանգությանը։ Ոսկերչյանի մուտքն արգելած ազգային անվտանգության ծառայությունը օրեր առաջ այս հարցի վերաբերյալ պարզաբանում է ուղարկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցին։ Ծառայությունը վկայակոչել է օտար երկրացիների մասին օրենքի 8-րդ հոդվածը։ Օրենքի ծավալուն այս հոդվածում, որում կարգավորում են օտար երկրացիներին Հայաստանի մուտքի վիզա տրամադրելու եւ մուտքն արգելելու հետ կապված խնդիրները, նշվում է նաև Հայաստանի պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ եւ հիմնավոր սպառնալիքների մասին։ Սաքունցն ասում է, ազգային անվտանգությունը չի պարզաբանում, թե Ոսկերչյանին կոնկրետ ինչու են արգելել մտնել Հայաստան։ Այս պահին կարող ենք հստակ արձանագրել, որ տեղի ունի քաղաքական նպատակներով մարդու մուտքի արգելումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մինչդեռ օդանավակայանում Ոսկերչյանին ասել էին, թե կեցության իրավունքի ժամկետն է լրացել։ Մեկը մյուսից տարբերվող պարզաբանումները նրան հենց սկզբից առիթ տվեցին հայտարարել, իրեն արգելել են մուտք գործել Հայաստան քաղաքական նկատառումներով։ KGB-ն այդ տեղի բաները շարունակում է, ասեմ, նույն ծևերը։ Չեմ կարծում, որ սխալմունք եւ այլն կորզատել դան։ Դիդումնավոր է էսի։ Դիդումնավոր գերբով ինձ տուրազեն, այսինքն դերևս իրենց միտքեն անցնելով, որ ինձ պետք է նվազեցնեն կամ իմ բայկարես ինձ ետ մղեն, բայց չարաչար սխալվում են, ես ավելի 100 անգամ ավելի զորավոր իմ բայկարես պիտի շարունակեմ այս ռեժիմին թեմ։ Ազգային անվտանգության ծառայության պատասխանը հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանին թույլ է տալիս հայտարարել, որ իշխանությունները օրենքն օգտագործում են ընդդիմախոսների դեմ։ Եվ ամենուրեք տարփողվող արիտուն ծրագիրը Շանթ Ոսկերչյանի եւ բոլոր փաստորեն այդ ծեր ցուցակում պայմանական ասած հայտնված մյուս հայազգի մարդկանց այդպիսի ցուցակների կազմումը ազգությամբ հայերի պարագայում միանգամայն այլ նպատակի է ծառայեցվում մանր տեսնում ենք թե ովքեր են այդ ընդդիմադիրները բարձր որ այդ ծեր ցուցակում գտնվող հայազգիները բոլոր ընդդիմադիրներ են Չնայած լավատեսության պակասին հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկված Ոսկերչյանը հույս ունի, որ մոտ ժամանակներս կլուծվի խնդիրը։ Հակառակ դեպքում իր խոսքով կդիմի գրոհի ընդհուպ դատի կտա Հայաստանի կառավարությանը։ Եթե հարցը չլուծվի, ես այս գործը այսպես ցկելիք չեմ, ոչ միայն միջազգային մամուլը, միջազգային ադյանները, Հայաստանի, նույնիսկ եթե հույս չունեմ Հայաստանի տադա իրավական համագարկին, այսօրվան համագարկին մեջ, բայց հոնալ պիտի մեմ, այսինքն ամեն գլուխոս պիտի զարնեմ եւ սպյուրքի մեջ, այսինքն ամեն մարդ դեղյակ պիտի լինի։ Այսօր իրազեկման ակցիա են անցկացրել դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամները կարմիր գծերը վերացնելու պահանջից բացի նրանք եւս 3-ն են ներկայացրել շարժման մասնակիցներն ասել են կմիանան նաեւ 3 օրից էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ակցիային։
Դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամներն այսօր իրազեկման հերթական ավտոերթով իրենց պահանջները ներկայացրեցին ճանապարհային ոստիկանությանը։ Նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արմեն Եփրեմյանն ասաց, որ պահանջները նույնն են՝ վերացնել կարմիր գծերն ու տեսախցիկները, հայտարարել տուգանքների ամբողջական համաներում, ճանապարհները հագեցնել անհրաժեշտ բոլոր նշաններով ու խաչմերուկների պատշաճ կարգավորմամբ եւ այլն։ Աջ երթևեկելի գոտին, որ դրված է սեկցիաները, որը վառվում է կանաչ գույնով եւ չի վառվում, նշանակում է, ասենք, կարմիր է։ Եվ հաճախ գիշերով չնկատելով վարորդները խախտում են կատարում, դա ամբողջ խաչմերուկները մեր մոտ կարելի է համարել ծուղակային, բալային համակարգ, որ մարդիկ հնարավորություն ունենան օգտվել իրենց սխալի իրավունքից։ Ավտոերթի մասնակից շուրջ 15 մեքենան էր, որոնցից 5 ոստիկանական էին, Մերգելյանի ինստիտուտի բակից շարժվեցին դեպի Ծովակալ Իսակովի հասցեում գտնվող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում։ Ոստիկանները խստորեն հետևում էին, որ ավտոշարասյունը չշեղվի երթուղուց։ Իրազեկման ակցիային միացած մասնակիցներից մեկը դժգոհեց, ինքը որպես տաքսու վարորդ պահանջում է, որ տաքսիների համար առանձին կայանատեղիներ բացվեն։ Որպեսզի ասենք լինի կայանատեղիներ, ոչ թե մենակ կանգառը գծեն դեղին գծով, ստից թե կարելի է ուվերջ, որտեղ է կարելի։ Կամ թեկոս կարմիր գծերը կանգնած են, մարդը ուզում է այս խաչմերուկ սվետաֆորից մինչև որ սվետաֆորը իջնի, բայց կարմիր գծերը գծած է, բոլորը կանգնած են։ Որտեղ կանգնեմ, ես հենց հանձինս ձեզ, դուք պասաժիր եք, որտեղ ես ձեզ իջացնեմ։ Մյուս խաչմերուկում։ Տեսախցիկներն ըստ Արսեն Պետրոսյանի միայն շարքային վարորդների գրպանին են խփում։ Կարծում է, որ կան հատուկ ընտրյալներ, որոնց խախտումներն արձանագրելու դեպքում տուգանքներ չեն մուծվում։ Նաև այս պատճառով առաջարկում է ազատվել տեսախցիկներից։ Բոլորս ապրում ենք այս քաղաքում, բոլորս էլ նկատում ենք, որ նման ընտրյալներ պտտվում են քաղաքում։ Տեսախցիկները բայց ֆիքսում են նաև իրենց մեքենան։ Ֆիքսում են, բայց արդյոք տուգանվում են, դա հարցի մյուս կողմն է։ Դա ընդհանրապես գումար աշխատելու միջոց է։ Մենք պայքարում ենք ներկա այդ կամերաների ստեղծված ծուղակային եւ ապագա կանխատեսելի ծուղակների դեմ։ Ակցիայի մասնակիցները զրուցեցին ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ, նաև նամակ հանձնեցին պետիտեղակալ Արմեն Խաչատրյանին։ Վերջինս խոստացավ պատասխանը չուշացնել։ Կարծում եմ, որ քննարկումները կլինեն մասնագիտական, հիմնված համապատասխան վիճակագրության վրա, շատ արդյունավետ կլինի մեկ անգամ ընդհանուր քննարկում անել, որպեսզի պարզել այդ տեխնիկական միջոցներով երթևեկության վերահսկողության արդյունավետությունը ընդհանրապես, բայց պետք չի մոռանալ, որ ցանկացած մարդկային գործունեություն աստիճանաբար ավտոմատիզացվում է եւ սա էլ նույնպես այդ ավտոմատիզացման մի փուլն է։ Դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամները նաև հայտարարեցին, որ իրենք պատրաստվում են միանալ հունիսի 18-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվելիք իրազեկման ավտոերթին, իսկ հաջորդ օրը հունիսի 19-ին կմասնակցեն հանրահավաքին։ Ռոկաստղ եւ քաղաքական ակտիվիստ Բոնոն Մոնրեալի համերգի ժամանակ ուղիղ տեքստով խոսել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին, հնչեցրել անուններ եւ ցուցադրել նրանց նկարները։ Խմբի պաշտոնական կայքը հունիսի 13-ի համերգի ամենահիշարժան պահերից մեկը հենց Բոնոյի խոսքն է համարել։ Աշխարհի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկը իռլանդական U2 խմբի մենակատար Բոնոն կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին։ Այս կոչը Բոնոն հնչեցրեց U2-ի հյուսիսամերիկյան շրջագայության ընթացքում հունիսի 12-ին եւ 13-ին կանադական Մոնրեալ քաղաքում կայացած համերգների ժամանակ։ Ադրբեջանն այսօր կարող է լսել մեզ, եկեք միասին երգենք Էմինի, Խաթիջայի, Ռասուլի, Ինթիգամի, Անարի համար, դիմելով Մոնրեալի Bell Center համերգասրահում հավաքված ավելի քան 20,000 երկրպագուներին, ասում էր Բոնոն։ Այսքանով չբավարարվելով U2-ի մենակատարը հատուկ ուղերձ նաև Ադրբեջանի նախագահին։ Դիմում եմ նախագահ Ալիևին, իմ ուղերձը հետևյալն է, պարոն, եթե մեր ընկերներից մեկին որևէ բան պատահի, մենք ձեզ պատասխանատվության կենթարկենք։
Համերգասրահում տեղադրված հսկայական էկրանի վրա հայտնվեցին Բոնոյի հիշատակած ադրբեջանցի քաղբանտարկյալների, Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խաթիջա Իսմայելովայի, Խաղաղության եւ ժողովրդավարության Բաքվի ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսի, մարդու պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Ինթիգ Ամալիևի, ընտրությունների դիտարկման եւ ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Հանար Մամադլիի, քաղաքացիական ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովի եւ լրագրողների ազատության եւ անվտանգության Բաքվի ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովի լուսանկարները։ Իդեպ հետաքրքիր զուգադիպությամբ Բոնոյի հիշատակած ադրբեջանցի իրավապաշտպաններից վերջինի Էմին Հուսեյնովի ճակատագրում YouTube-ի Մոնրեալյան համերգից բառացիորեն մի քանի ժամ առաջ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ։ Ադրբեջանցի իրավապաշտպանի ով անխուսափելի ձերբակալությունից զերծ մնալու համար վերջին 10 ամիսներն անց էր կացրել Բաքվում Շվեյցարիայի դեսպանության տարածքում, հունիսի 12-ին հնարավորություն տրվեց լքել երկիրը։ Շվեյցարական իշխանությունների պնդմամբ Հուսեյնովը Ադրբեջանից կարողացել է հեռանալ Բեռնի եւ Բաքվի միջև ամիսներ շարունակված գաղտնի բանակցությունների արդյունքում։ Վերադառնալով YouTube-ի Մոնրեալյան համերգին նշեմ, որ ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին Բոնոն հիշատակեց իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ հպարտություն երգի կատարման ժամանակ։ Երգի նման ընտրությունը եւս պատահական չէր, այն նվիրված է 20-րդ դարի թերևս ամենահայտնի քաղաքացիական ակտիվիստներից մեկին, աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգին։ Նրանք խլեցին քո կյանքը, բայց չեն կարող խլել քո հպարտությունը։ Երգի այս բառերը Մոնրեալյան համերգի ընթացքում ադրբեջանցի քաղբանտարկյալներին ուղղված թերևս գլխավոր ուղերձն էին։ Պատահական չէ, որ իռլանդացի երաժիշտների պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների ձեռնարկած այս քայլը համընկավ Բաքվում առաջին եվրոպական խաղերի մեկնարկի հետ։ YouTube-ի պաշտոնական կայքում կարդում ենք. Մոնրեալում կայացած համերգի ամենատպավորիչ դրվագներից մեկն այն պահն էր, երբ էկրաններին հայտնվեցին ադրբեջանցի առաջատար ակտիվիստների դիմանկարները։ Իշխանությունները նրանց բանտարկել են հանուն մարդու իրավունքների պաշտպանության ծավալած պայքարի համար։ Իռլանդացի երաժիշտները նաև հիշեցնում են, որ իրենց երկարամյա գործընկեր կազմակերպություններից մեկի Amnesty International-ի ներկայացուցիչներին եվրոպական խաղերի նախաշեմին արգելվեց մուտք գործել Ադրբեջանի տարածք։ And the freedom makers Այսքան Ազատություն TV-ն աշխատանքն ավարտեց, ուղիղ եթերում հաջողություն եւ հաճելի երեկո ձեզ։ Ազատություն TV, անտեսաներին տեսանելի։ Օրվա ցանկացած պահի, միշտ հասանելի, ձեզ հարմար վայրում։ Եթե կա իրադարձություն, դուք ականատես եք։ Ուղիղ հեռարձակում, իրականությունը ինչպես որ կա։ Ազատություն TV միայն հավաստի լուրեր։